այստեղ տեսակ հարյուրավոր հավատացյալներ էին եկել, որպեսզի մասնակցեն ճրագալույցի կատարանքին, կասեք տոնի կարևորության մասին եւ ինչքանով են նմանատիպ տոները այսօր կարևոր, երբ տեսնում ենք, որ եկեղեցու միջև պառակտում կա, տեսնում ենք, որ իշխանություն, եկեղեցի հարաբերությունները այսպես պառակտված են, լարված են։ Տեսեք, կամ վերջից սկսեմ, իշխանություն եկեղեցի հարաբերությունները պառակտված են, որովհետև իշխանությունը ինքը որպես այդպեսին չի ուզում, որ եկեղեցու գլխավորը, այսինքն վեհափառը եւ մնացած բոլոր հոգեվորականները անկախ լինեն եւ կատարեն իր կամքը, բայց ինքը մոռանում է, որ եկեղեցին ինքը որպես այդպեսին առանձին կառույց է եւ ինքը որպես այդպեսին կապ չունի, ասենք, պետականության հետ։ Ճիշտ է, ինքը պետականամետ կառույց է, ինքը դարեր շարունակ պահպանել ու պաշտպանել է Հայաստանն ու հայ ժողովրդին, բայց ինքը որպես այդպեսին քաղաքականության մեջ չկա եւ վարչապետի վերջին հայտարարությունները, որ հոգեվորականները կամ հենց ինքը վեհափառը խառնվում է երկրի կարգ ու կանոնին եւ այլն, ես պիտի շտապեմ ասելու հիասթափեցնել, որ իհարկե դա բնական է եւ բոլոր բանական մարդիկ, ովքեր որ մի քիչ գոնե հայրենացավությամբ են զբաղվում, հաստատ իրենց մեջ ուժ պիտի գտնեն շտկելու այս ամեն ինչը, այսինքն գոնե խոսքով, գոնե մտքով, գոնե ինչ-որ ձևով ուղղություն տալու, ցույց տալու համար ճիշտ ճանապարհը հայրենիքի վաղվա ապագայի հետ կապված։ Եկեղեցում խորհուրդը այսօր այս պահի դրությամբ խորհրդանշական է այնքանով, որ այլևս Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ եւ ճրագալույցի խորհուրդը հենց դա է նշանակում, այսինքն մենք բոլորս նրանք էլ ովքեր որ չգիտեն, ասեն, որ եկեղեցական օրացույցով օրը փոխվում է, այսինքն նա արդեն հաջորդ օր ենք ասնում, երբ որ ժամերգությունը կամ պատարագը ավարտվում է։ Արդեն այսօր ամսի 6-ն է, այսպես հաշվենք, եւ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Լույսի խորհուրդ, ով որ այսօր հարյուրավոր հավատացյալներ իրենց ձեռքերին բռնած մոմերը, լույսերը տանում են իրենց բնակարաններ, սա հենց խորհրդանշում է այդ ծննդյան խորհուրդը, այդ լույսը, հա, այդ ավետումը, ավետիսը։ Բայց շատ կուզենայի, որ այդ նույն ժողովուրդը ինքը որպես այդպեսին լիներ իսկապես հավատացյալ, իսկապես խորը մտահոգություն ունեցող ժողովուրդ։ Ես մի քիչ, չգիտեմ, թերահավատ եմ այս առումով, միշտ մտածում եմ ու ասում եմ, որ ավելի շատ ձևապաշտ ենք, քան հավատավոր, որովհետև տեսեք, բազմաթիվ անգամ միջոցառումներ տեղի ունեցավ, ասենք, տիրատավները իրենց ծրագրերով փորձեցին, հա, ուրեմն խաթարել եկեղեցական կանոնները եւ այլն, բայց ժողովուրդը ինքը որպես այդպեսին անմասն մնաց պայքարի դուրս գալու առումով։ Մեր ժողովուրդը, չգիտեմ, հիասթափվել է, թե ումից է հիասթափվել, թե ինչի է հիասթափվել, չեմ կարող ասել, բայց շատ կուզենայի, որ այս 26 թվականը, որ նոր ենք թևակողել, գոնե լինի ոչ թե այս պահին հիմա ասեմ, ոչ թե առողջության կամ չգիտեմ չի, իհարկե դրանք բոլորը կարևոր են, այլ լինի ընդհանուր հավաքական միասնության տարի, հա, հայահավաքի տարի, զորաշարժի տարի լինի եւ մեր ժողովուրդը ինքը որպես այդպեսին գոնե հասկանա, որ այլևս բավ է ու իր խառնվելու ժամանակն է, որ ինքը պիտի այլևս խառնվի, ինքը պիտի դուրս գա, ինքը պիտի պայքարի եւ կարողանանք միահամուռ կերպով կազմակերպել ու կառուցել մեր երկիրը եւ ճիշտ ուղու վրա դնել։ Այսօր մենք իսկապես դրա կարիքը շատ ունենք, այսօր մենք իսկապես, չգիտեմ, հենց աստվածային այդ զայրույթի կարիքը ունենք այս պահին։ Չի կարելի այսքան երկար, հա, այսքան երկար չի կարելի լուռ մնալ։ Մի օր միշտ ասել եմ Սոդոմ Գոմորի պատմությունը պետք է հիշենք եւ հասկանանք, քաղաքները այրվեցին եւ քանդվեցին միայն նրա համար, որ ընդհանուր քաղաքներում տեղի էր ունեցել այսպես ծիրից դուրս, հա, շեղում, այսինքն բոլորը ապրում էին պոռնոգաբարո կյանքով։ Այսօր Հայաստանը այս վիճակի մեջ է հայտնվել, ճիշտ է չեմ ասում, որ մենք հələ հասել ենք այդ կակատնակետին, բայց դրա ճանապարհին ենք ու ես շատ կուզենայի, որ գոնե մի պահ մեր ժողովուրդը ինքը որպես այդպեսին հասկանար ու կանգներ,
կանգ առներ, որովհետև մենք հետո չենք ունենալու այս հայրենիքը, մենք հետո չենք ունենալու այս երկիրը, քանի դեռ ուշ չէ, միասնական կերպով կարողանանք ոտքի կանգնել ու կարողանանք փրկել, որովհետև վաղը մենք այլևս չենք ունենալու Հայաստան։ Փառք Աստծո, այսօր լավ օր է, այսօր խաղաղության օր է, այսօր ավետաբեր օր է, չենք ուզում խոսել վատ բաներից, բայց Աստված մի օր մեզ բոլորիս խղճալու է։ Պարոն Նախշկարյան, առաջին սուրբ ծնունդն է, որ մենք առանց թեմի առաջնորդի ենք դիմավորում, նրա այսպես հայրական օրհնության ենք դիմավորում։ Այո, ես էլ ճիշտ ասած եկեղեցում էի նոր ու հենց դա էի մտածում, որ առաջի սուրբ ծնունդն է, որ առանց թեմի առաջնորդի ենք դիմավորում։ Ես ինքս որպես այդպեսին իսկապես սատարում եմ թեմի առաջնորդին եւ օր առաջ իր ազատարձակումը չգիտեմ, ազատարձակման համար կանգնած եմ հենց այդ պատնեշի վրա, որպեսզի կարողանանք այդ մարդուն, այդ սրբազանին դուրս բերել այս գաղջից, որովհետև սրանք բոլորը անցողիկ են։ Մեր սրբազանը ինքը որպես այդպեսին կայուն մարդ է, ինքը որպես այդպեսին առողջ է, ուժեղ է, եւ մենք բոլորս գիտենք, որ այն ինչ իր շուրջ այսպես ծավալվեց, սարքվեց եւ շինվեց, սրանք բոլորը արհեստական էին եւ քանի որ ինքն էլ հանդիսանալով որպես ուժեղ հոգեվորական եւ լինելով այն մարդկանցից, այն քիչ հոգեվորականներից մեկը, ով կարող էր կանգնեցնել այսօրվա վարչապետի այս սխալ ընթացքը ընդդեմ եկեղեցու եւ դրա համար փորձեցին շարքից ուղակի հանել այս մարդուն։ Ճիշտ է, շարքից հանելը չեմ ասում, որ բան արեցին, հա, այսինքն պատժի առավելագույն չափը չարեցին, բայց փորձեցին ամեն կերպ լրացնել, կասեցին իր գործունեությունը, բան, որովհետեւ սրանք կարողանան անարգել իրենց այն կեղտը, հա, շարունակել։ Բայց ելի եմ ասում, մեր սրբազանը ուժեղ մարդ է եւ ինքը հաստատ իր այն վճռական ոչը մի օր կասի իշխանություններին եւ սա շատ հեռու չէ։ Ես ասեմ, որ մեր երկրի վարչապետը ինքը այս պահին ամեն ինչ անում է, որպեսզի ինքը չնդրվի, բայց մեր ժողովուրդը ինքը որպես այդպեսին էլի չի հասկանում, որովհետեւ անընդհատ մեր ժողովուրդը թմբիրի մեջ է հայտնվում։ Բայց մի օր կլինի այդ ամենը։ Մեր սրբազանը նորից եմ ասում, ճիշտ է, ինքը այսօր ստեղ չի, եկեղեցում չի, բայց այնպես էլ չէ, որ եկեղեցում պատարակները չեն իրականացվում, եկեղեցում հոգևորականները իրենք որպես այդպեսին պատարակները, նորմալ պատարակները չեն անցկացնում։ Սրբազանը մեզ հետ է, ճիշտ է, սպայն մարմնով չէ, բայց հոգով մեզ հետ է հաստատ։ Ես վստահ եմ, սրբազանը այդ 2 տարին, որ դրեցին, հա, նրա վրա, այդ 2 տարին մի օր չեղյալ է համարվելու, այս մոտակա օրերին, ես վստահ եմ դրան։